եմ։ Ես գիտեմ, որ անհանգստություններ կան Մարտունիում կապված ԵԱՏՄ-ի շրջանակում տեղի ունեցող պրոցեսների մասին։ ԵԱՏՄ-ն հիմնված է 4 հիմնական սկզբունքի վրա. ապրանքների, ծառայությունների, աշխատուժի եւ ֆինանսական միջոցների ազատ ներհոսքի վրա։ Գիտեք, այսօր պատերազմի եռագլուխ կուսակցությունը նաեւ ԵԱՏՄ-ի շրջանակներում ինչ որ կապերով, ինչ որ բանով իրանք ընտրությունների ժամանակ իրանք երկրի համար խնդիրներ են ստեղծում։ Այս խնդրում եմ ուշադրություն դարձրեք։ Իրանք հասկանալով, որ ընտրություններում ձախողվել են եւ շրխկալով պարտություն են կրելու, ԵԱՏՄ-ի շրջանակներում լրտեսի նման զանգում են եւ գնում են այնտեղ ինչեր են անում մեր երկրի համար խնդիրներ լուծելու։ Բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ հետեւյալ փաստի վրա։ Ես Եվրասիական տնտեսական միության միակ պաշտոնյան եմ, որ միևնույն ժամանակ համ Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի անդամ եմ եւ միջկառավարական խորհրդի անդամ եմ։ Ռուսաստանի նախագահ հունիսի 1-ին զանգահարել էր իմ ծնունդը շնորհավորելու համար, բայց պարզա բացի շնորհավորանքներից մենք նաեւ գործնական խոսակցություններ ունեցանք եւ մենք պայմանավորվեցինք, որ ընտրություններից հետո ես կմեկնեմ նորից եւ հանդիպում կունենանք եւ բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք։ Համոզված եղեք այն հարցերը, որոնց մասին այսօր աղմուկը աղաղակ է բարձրացած, այդ հարցերը վերջին 8 տարում տասնյակ անգամներ եղել են։ Եվ այդ բոլոր հարցերը լուծվել են, դուք սկի տեղակել չեք եղել, որ հարցը ծագել եւ հարցը լուծվել է։ Եվ նաեւ մնացած բոլոր հարցերը կլուծվեն, որևէ վարքյան կասկած չունենաք։